Բարև ձեզ։ Այսօր ես ուզում եմ խոսեմ անցյալ հաղորդման շարունակության մասին, մի քիչ ավելի արմատական այն իմաստով, որ մատնացույց անելով, թե ինչին է վերաբերում այն, ինչի մասին որ խոսում էի անցյալ հաղորդման ժամանակ, անցյալ զրույցի ժամանակ, որ 20-րդ դարը այնուամենայնիվ եղավ այնպիսին, որ անհեթեթությունների զարգացում տեղի ունեցավ մշակույթի մեջ եւ այդ զարգացումը բերեց հասցրեց մեր օրերը ու դա մի հակաէսթետ, հակահոգևոր, հակամշակութային մի երևույթ է, որ դժբախտաբար մինչև այսօր շարունակվում է Եվ այսպես մեր գերխնդիրը, մեր հայոց հատկապես գերխնդիրը իմ կարծիքով կայանում է նրանում, որ մենք կարողանանք ինչ որ չափով աջակից լինել մեր երիտասարդներին, այն եկող սերնդին, որոնք որ նոր պիտի մտնեն մշակույթի աշխարհ, գոնե տեղեկացված լինեն, թե այն անունները, որոնք որ սովորաբար հնչում են իրենց ականջին, ովքեր են դրանք, ինչ նպատակով են դրանք ի հայտ եկել եւ արդյոք պիտի իրանք հետևեն այդ մարդկանց ուրեմն արվեստի հետևորդը լինեն, թե պիտի մի հատ ծանր կշիռ անեն, հասկանան իրենց ինչը իրականում անհրաժեշտ է։ Ես այսօր մի քանի անուններ կտամ, որ վստահ եմ շատ-շատ ինձ հետ չեք համաձայնի, քանի որ շատ է խոսվում իրանց մասին եւ ներկայացում է որպես մեծ հանճարներ եւ այլն ու դժվար է հակադրվել դրան, քանի որ մեդիան շատ ակտիվ աշխատել է դրանց վրա եւ դա դժբախտաբար մտածված եւ ծրագրային երևույթ է, որ հատկապես կերպարվեստ դառավ ոնց որ թե ավանգարդը մնացյալ արվեստի ճյուղերի համար, ես մինչև այսօր էլ այդպես է, ու դրա համար կենտրոնացումը հատկապես նկարչության մեջ եղավ։ Ինչպես անցյալ անգամ ասեցի, հետ իմպրեսիոնիզմի շրջանը սկսեց իզմերի մի փաղանք ձևավորել, մինչ այդ կար ռենեսանս եւ պրոտո-ռենեսանս, հիմնականում դա էր, Իչին վերածնունդ, վաղ վերածնունդ եւ այլն եւ մի մտածողության վրա են աշխատում եւ հիմնականում ստեղծագործում էին հոգեվոր թեմաներով։ Բայց իմպրեսիոնիստները դուրս եկան բնության մեջ, դուրս եկան մաքուր աշխարհ եւ մաքուր գույներով սկսեցին աշխատել, այնուհետեւ դրա զարգացումը եղավ պոստիմպրեսիոնիզմ, դիվիզիոնիզմ, այնուհետեւ աբստրակցիոնիզմ ֆովիզմ եւ այլն, այդ իզմերը բերեցին միջև pop art, ամենաաբսուրդը pop art նշանակում է պոպուլյարնի արտ, այսինքն ժամանակ, այսինքն ամեն ինչը համարում էին արվեստ, այն աստիճան, որ կարող է ասենք աղբարկը դնում էին ցուցասրահում, ասում էին ինձ էլ իմ ստեղծագործությունը, տեսեք ինչ աբսուրդ ենք ասել։ Եվ ահա այդ իմպրեսիոնիզմի, այդ պոստիմպրեսիոնիզմի, դիվիզիոնիզմի եւ այդ կուբիզմի շրջանից հետո անունների հայտ եկան կերպարվեստի աշխարհի մեջ, որոնք իրականում սկի նկարել էլ չգիտեին եւ պրոֆեսիոնալ կրթություն էլ չունեին։ Դրանցից մեկի մասին ասեմ, Մոդելյանին, որը իտալացի էր, Իտալիայից, ավելի ճիշտ ոչ թե իտալացի էր, այլ Իտալիայում ծնված մեկն էր, որ տեղափոխվեց Ֆրանսիա, Փարիզ, եւ իր մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարել, ողբերգական կերպար է ներկայացնում եւ այլն եւ այլն։ Նա փորձեց ուրեմն գեղեցիկ արվեստների կենտրոնում սովորել ակադեմիական նկարչություն, բայց այդքան շնորհք չուներ, դուրս եկավ այնտեղից եւ սկսեց ուրեմն բաներ անել։ Մտնել իրեն դուր էր գալիս դա բոհեմական կյանքի մեջ, քանի որ իր նախորդներն արդեն իրենից առաջ պատրաստել են մի հետաքրքիր միջավայր, Պիկասո, Դալի եւ այլն, եւ ահա ինքը հայտնվեց այդտեղ
ու սկսեց խզբզանքներ անել, իրականում ինքը բանկիրների ժառանգորդ էր, իր ծնողները, պապերը բանկիրներ էին եւ նրանք պահանջում էին, որ ինքը հետ վերադառնա Իտալիա եւ շարունակի իրենց ընտանիքի գործը։ Այլ երիտասարդ էր, դուրը եկել էր Ֆրանսիան, բոհեմական կյանք, գինիներ, կանայք եւ այլն։ Ընդամենը մի քանի ամիս նրան փող չեն տվել, պատժել են։ Եվ ահա այդ իր այդ մի քանի ամսվա, ասենք այդ փող չունենալու վիճակը, այն էլ հարաբերական ասել անշուշտ, մի ամբողջ կերպար են սարքել եւ ֆիլմեր են նկարում, բան են անում։ Ես ներկա գտնվեցի օրինակ Փարիզում Լյուքսեմբուրգյան այգում մի ցուցասրահ կա, որտեղ ամբողջական ցուցահանդեսներ իր տարբեր երկրներից հավաքած։ Միասին տեսնելը մի լրիվ այլ տպավորությունն է, որովհետև առանձին թանգարաններում որ նայում ես, ինչ որ հետարքիր բան կա, բայց երբ որ բոլորը իրար գլխի էին հավաքել, ես տեսա, որ 5-6 նկար ա նկարել այդ մարդը, մնացյալը դրա վարիացիաներն են։ Բայց եւ իրենց պետք էր, որ այդ այսպես կոչված չնեկարչությունը քարոզությամբ բերեն, այն հասցնեն մարդկանց ռեալ ճշմարիտ նկարչությունից հեռացնելու ճանապարհներն էին։ Դրանցից մեկը բանն էր Մալևիչի սև քառակուսին, հա, որ փորձեցին դա որպես մշակույթ ներկայացնել, որ շատ ծիծաղելի է էլի իրականում։ Ստացվեց, կարողացան հիմարացնել մարդկանց եւ այդպես գնաց սև քառակուսին դարավ եռանկյունին քառանկյունի եւ այլն, նորից շարունակեցին հիմարացնել եւ մինչեւ այսօր այդ process-ն է գնում դժբախտաբար։ Կար մի Անգլիայում ծնված մի նկարիչ Ֆրանսիս Բեկոն, որ նույնիսկ նրան ասում էին բանա, մեր ժամանակների Վելասկեսն է։ Ես բախտ ունեցա, կամ բախտ չունեցա Փարիզում Պոմպիդուի թանգարանում իր աշխատանքների ցուցահանդեսներ, երկու հարկով կախած, մի հարկի կեսը հազիվ կարողացա գնալ նայել իր նկարչությունը, դա մի ահավոր բացասական էներգետիկա է, որ ես ուղղակի փախա այդ ցուցասրահից, որտեղ սարսափելի բացասական էներգիա ունեն, ինքը շեղված հիվանդ մարդ էր, միասեռական, եւ այդ իր հիվանդ վիճակը երևում էր իր նկարչության մեջ, դե մարդին արել այն ինչ որ կարողացել արել, բայց արդյոք մենք դա պետք է դարձնենք մատի փաթաթան ու ես ինչու եմ մատնանշում այս անունները, որովհետև շատ երիտասարդներ տարում են այդ հայտնի դարձրած անունների հետևորդներ, նմանակում են եւ այլն եւ փոխանակ որ առողջ մշակույթի մեջ զարգացնեն իրենց միտքը եւ իրենց ստեղծագործ ձեռքը ընկնում են անհեթեթությունների եւ այդպես թյուրիմացությունների մեջ այդ անունները որ ես տալիս եմ ես գիտեմ որ շատերիդ մոտ զարմանք կառաջացնի բայց հավատացեք ինձ ես այդ ում մասին որ խոսում եմ ես իրաց նկարչությունը գնացել օրիգինալի մեջ երկար ուսումնասիրել նույնիսկ պատճենել եմ որպեսզի հասկանամ ըստ էության ինչ է անում այդ մարդը եւ դրանից հետո ինձ իրավունք վերապահում խոսել այդ մարդկանց մասին ու ինձ համար հասկանալի է դարձել, որ անուններ են սարքել եւ գցել են մեջտեղ, որպեսզի այսպես ավիրումներ կնան, հոգեվորից աստծուց ինչքան հնարավոր է հեռացնեն մարդուն, որը այսօր ակնհայտորեն երևում է եւ տեսնում ենք թե ինչ է կատարվում աշխարհում։ Մի անուն էլ տամ ամեն դեպքում էլի ես համար զարմանալի կարող է լինել Սալվադոր Դալի, օրինակ, մարդ, որ գունատեսություն ուղղակի չուներ, ինքը գույն չէր տեսնում, մոնոխրոն կարիճնիվի տոներով, կարմիրներ, որ կսում էր միայն կարմիր եւ այլն, եւ իր նկարչությունը նույն բացասականությունն է տարածում շուրջ բոլորը եւ ոնց որ ինքն էր ասում է, ես ավելի նախընտրում եմ տարօրինակ մարդ երևալ, քան թե լավ նկարիչ լինել։ Այսինքն այդ մարդու գերխնդիրը հայտնի լինելն էր եւ նաեւ նա ասում է ես ամենավերջին ապուշը կլինեի որ հիմարների գրպանները թափ չտայի, այդ իր խոսքերն են։ Ես իմ մատնացույց անելու նպատակով ասում եմ անուններ, որ դուք չվախենաք այդ տեսանկյունից նայել նաեւ այդ
հայտնիների նկարչություն, եթե իհարկե դրանց նկարչություն կարելի ասել, քանի որ իմ համոզմամբ նկարչությունը դա մի լեզու է, Աստծո տված, Աստծուց ստացած լեզու է, որով պիտի մենք կարողանանք գեղեցիկը, բարին եւ էսթետիկան քարոզել մարդկությանը։ Առանց դա լեցուն է աշխարհը այդ բացականով, չարիքով եւ այլն, եւ մենք մեր Աստվածատու շնորհը չպիտի ծառայեցնենք այդ չարության քարոզին։ Իմ զրույցի իմաստն ու նպատակը դրա մեջ է կայանում, եւ քանի որ մենք բևեռացած ինչ որ չափով երկիր ենք առանձին ու դժբախտաբար շատ լուրջ խնդիրներ ունենք, ես ուզում եմ, որ անպայման այդ խնդիրների շուրջ մենք ուշադրություն դարձնենք, մտածելու, խորելու նյութ լինի այն ինչ որ ես ասում եմ, որ կարողանանք առողջ արվեստով առաջնորդվենք, որովհետև մեր զավակները եւ մեր գալիքը ափսոս է, որպեսզի մենք մեր բաժին մասնակցությունը դրական ավելացնելու չունենանք։ Այսքանով այսքանը, շնորհակալություն, հուսամ, որ իմ զրույցը անիմաստ չէ եւ ձեզ համար դա կարող է օգտակար լինել։ Շնորհակալություն, ստեսություն։